Կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագիծը մտել է իրագործման փուլ, խաղաղության խաչմերուկ զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները եւ համագործակցությունը խորագրով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդեն մի փուլ ենք մտել, որտեղ հյուսիս-հարավ նախագիծը ստանում է միսուարիոն։ Գիտեք, որ այս տարի արդեն մենք կբացենք Գյումրիից, այստեղ նույնիսկ Գյումրիից Երևան հատվածը հյուսիս-հարավ ճանապարհի, որը հիմա գործնականում արդեն պատրաստ է, ուղղակի կահավորման աշխատանքներ պետք է արվեն, եւ նաեւ Ագարակ Քաջարան հատվածն է կառուցվում շատ մեծ տեմպերով, ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ եւ նաեւ առանձնահատուկ կարևորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ մենք արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ։ Փաշինյանն այս համատեքստում կարևորեց Ադրբեջանի տարածքով ռուսական եւ ղազախական ցորենի ներկրումը Հայաստան։ Հայաստանի անկախությունից ի վեր ըստ էության առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանից եւ Ղազախստանից, իհարկե առայժմ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով։ Հավելեց խորհրդային ժամանակներում Հայաստանն Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել է Տավուշի եւ Սյունիքի մարզերով։ Վարչապետը վերահաստատեց Հայաստանը պատրաստ է իր տարածքով ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ Մարգարայով եւ Կորնիձորով։ Ինչու ենք մենք հիմա այս առաջարկում, որովհետեւ այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է։ Մնացած իհարկե բոլոր հատվածներում, որի մասին ես կխոսեմ, նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունը առկա է, բայց այդտեղ պարզապես դեռ ներդրումներ ունենք անելու։ Թրիփ նախագծի իրագործման առաջին գործողությունը, որի վրա աշխատում ենք եւ որը պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվելու նախագիծը, կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է։ Հաջորդիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Հայաստանի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումն է լինելու, որը կլինի Հայաստան-Միացյալ Նահանգներ համատեղ հիմնադրված ընկերություն, տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը։ Ներկայացված կլինեն Հայաստանը եւ նահանգները։ Ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք, արձանագրեց Փաշինյանը։ Նախագիծը ունենալու է մի քանի բովանդակային ուղղություն։ Երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել գազամուղ, նավթամուղ, մալուխներ, իհարկե նաև տրանսպորտային այլ հաղորդակցություններ, ճանապարհների մասին կլինի խոսքը։ Այստեղ ամենակարևոր արձանագրումը եւ շփոթունքը թերևս այն է, որ շատերը պատկերացնում են թրիփ ռուտ նախագիծը որպես մի շերտ, մի տարածքում տեղի ունեցող կամ իրականացվող նախագիծ։ Իրականում իհարկե դա սկզբունքորեն նման բան բացառող հանգամանք էլ չկա, բայց գործնականում դա հնարավոր չի լինի իրականացնել։ Օրինակ երկաթուղու պարագայում վստահաբար կարելի է ասել, թե որտեղով է անցնելու այն։ Դա մեր հարավային երկաթուղին է, որը խորհրդային միության ժամանակ գոյություն է ունեցել պայմանական Նռնաձոր Կարճևան հատվածներում, նշեց վարչապետը։ Անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք Հայաստանի որևէ ինստիտուտ որևէ սահմանափակում ունենալու է այն տարածքների նկատմամբ, որով անցնելու է թրիփը, վարչապետը պարզաբանեց։ Հստակ, աներկբա, միանշանակ եւ տարընթերցման տեղի չտվող պատասխան եմ ուզում տալ։ Ոչ։ Փաշինյանը նշեց մտահոգություններ կան նաև հատվածական սահմանազատման վերաբերյալ, քանի որ մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ, սակայն թրիփ նախագիծն իրագործվելու է Հայաստանի հարավում։ Մյուս կողմից առաջացել է նաև ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտություն։ Հիմա ենթադրենք կամ ինչու ենթադրենք երկաթուղին, որը պետքա կառուցի, որը պետքա լինի երկաթուղու կառուցման նուղված առաջին գործողությունը։ Պետքա սահմանազատվի այն լայնությամբ, որը անհրաժեշտ է, որ երկաթուղին անցնի, կամ խողովակը, կամ մալուխը, կամ էլեկտրահաղորդման գիծը։
Եվ որպեսզի սա նաև այդ ենթակառուցվածքների աշխատանքի բնականon ընթացքը ապահովելու համար անհրաժեշտություն է։ Եվ եթե ենթակառուցվածքի համար անհրաժեշտ է ենթադրենք 5 կիլոմետրանոց հողաշերտ կամ մի անհրաժեշտ տեխնիկական այդ թվում լայնությամբ պետք է նախ իրականացվի սահմանազատում, որից հետո շինարարություն, որպեսզի տարընթերցում չլինի։ Այս շինարարը ինքն էլ համոզված լինի, ինքը որ երկրի տարածքում է գործում, որովհետև Հայաստանի կոնկրետ Հայաստանի կողմից կամ Trip ընկերության կողմից լիազորված շինարարները պետք է համոզվեն, որ իրենք Հայաստանի տարածքում են։ Վարչապետը հավելեց, կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի սեփականությունը, իսկ հողը միշտ է Հայաստանի սեփականությունը։ Այժմ նրա խոսքով քննարկվում է կառուցապատման իրավունքի երկու սցենար՝ 99 եւ 49 տարվա։ Ինչի հետ է կապված ժամկետը կամ ժամկետների կարգավերումը ինչի հետ կարող է կապված լինել, որովհետեւ ինչպես կռահեցիք, այդտեղ ներդրումներ են արվելու եւ ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք օրինակ ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ։ Վարչապետը հավելեց, ժամկետի վերաբերյալ քննարկումները զուտ ֆինանսատնտեսական են եւ այդտեղ քաղաքական կոմպոնենտ չկա։ Կարևոր առանձնահատկություններից մեկն ըստ վարչապետի երկաթուղու արևելքից արևմուտք շարունակության մասին է։ Մեր ընկալումը այն է եւ մեր ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրից Նախճեվան, հետո շարունակությունը երազ, շատ կարևոր է նաեւ այս երկաթուղին մինչեւ Թուրքիայի սահման ախուրիկ շահգործելու համար, այստեղ մենք ունենք կտոր, որը վերականգնման ենթակա է նույնպես, շատ կարճ կտոր եւ մենք արդեն իսկ սկսել ենք զբաղվել դրանով։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայում սկսվել է Կարսից մինչև Նախիջևան տանող երկաթուղու կառուցումը, ասաց վարչապետը։ Բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ մենք դիրքորոշումը, որը մենք կիսում ենք մեր գործընկերների հետ, հետևյալն է, որ այս դարակազմիկ շրջադարձը Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովը հնարավորություն է, որպեսզի այստեղ մի քանի միլիարդ դոլար չծախսվի այն պարագայում, երբ շատ ավելի փոքր ներդրումներով այդ նույն երթուղին ըստ էության հնարավոր է լինելու ապահովել ախուրիկ երասխ երթուղով եւ իհարկե մենք աշխատում ենք այս ուղղությամբ նման ըմբռնում եւ համաձայնություն ձևավորելու համար։ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Վաշինգտոնի հռչակագրով նախատեսված է երկու երկրների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը ներքին, այսինքն Հայաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան, Հայաստանի տարածքով, երկկողմ, այսինքն Ադրբեջանից Հայաստան, Հայաստանից Ադրբեջան եւ միջազգային փոխադրումների համար, այսինքն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ։ Երկրի ղեկավարը այս շրջադարձային փոփոխությունների համատեքստում ընդգծեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առանձնահատուկ դերը։ Իհարկե նախորդող շրջանում բավական դրական ընթացք ուներ, չնայած նաև տեսանելի բարդություններով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ նախագահ Թրամփի անձնական ներգրավվածություններ այն վճռական գործոնը, որը հնարավորություն տվեց, որպեսզի մենք կարողանանք այս համաձայնությանը հասնել։ Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահի հետ Կոպենհագենում քննարկել են, թե որտեղից է պետք սկսել նախագիծը ու նախնական քննարկմամբ եկել ըմբռնման, որ ամենաարագ իրականացվողը էլեկտրահաղորդման գծերի եւ գազամուղի կառուցումն է։ Ոչ մի բան չի խանգարում նախագծի իրականացմանը։ Ոչ մի բան չի խանգարում, որովհետեւ բոլոր այն խնդրահարույց հարցերը հասցեագրված են Վաշինգտոնի հռչակագրում եւ մեզ մնում է ընդամենը իրագործել համաձայնությունը
իսկ համաձայնությունը չիրագործելու մոտիվացիա որևէ մեկը չունի։ Այս ծրագրերի իրականացումն ըստ վարչապետի կարևոր վերջնարդյունք է կարևոր գործընթացի, բայց նաև կարևոր պատճառ է երկարատև խաղաղության։ Ըստ Փաշինյանի Թրամփի ուղի նախագիծը մեծ օգուտներ է բերելու բոլոր կողմերին։ Հետևաբար չի լինելու որևէ ուժ, որը հետաքրքրված կլինի տարածաշրջանի ապակայունացմամբ։ Նրա խոսքով նույնիսկ խաղաղության խաչմերուկ նախագծի ներկայացման ժամանակ քննարկում եւ հոռետեսություն կար, թե ինչպիսին կլինի այս նախագծի վերաբերյալ Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության արձագանքը եւ դիրքավորումը։ Օգոստոսի 8-ից հետո կարծիք հայտնեցի, որ օրինակ Ռուսաստանի Դաշնությունը այս նախագծի իրականացմամբ ամենահետաքրքրված կողմերից մեկն է եւ իմ այս գնահատականը ընդունվեց հոռետեսությամբ, բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը Վաշինգտոնի համաձայնությունների արդյունքում ապաշրջափակված Հայաստանի համար ադրբեջանական երկաթուղու առաջին շահառուն դարձավ Ռուսաստանի Դաշնությունը։ Հաջորդը Իրանի Իսլամական Հանրապետությունը, այս քարտեզը ակնհայտ է դարձնում ամեն ինչ, որ այս նախագիծը նոր հնարավորություններ է բացում Պարսից ծոց, Սև ծով եւ Օմանի ծոց, Սև ծով տարանցման պոտենցիալի մեծացման առումով։ Եվ հասկանալի է, որ նախագիծը նույն չափ ձեռնտու է Վրաստանին եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Նախագիծը ակնհայտորեն ձեռնտու է Հայաստանին, Ադրբեջանին, նախագիծը ակնհայտորեն ձեռնտու է Թուրքիային, նախագիծը ակնհայտորեն ձեռնտու է Միացյալ Նահանգներին, նախագիծը ակնհայտորեն ձեռնտու է Կենտրոնական Ասիայի երկրներին, նախագիծը ակնհայտորեն ձեռնտու է Չինաստանին։ Վարչապետի բնորոշմամբ այժմ Հայաստանի կառավարությունն աշխատում է մաքսիմալ թափանցիկ եւ բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները։ Ցանկացած սարսափի եւ ապոկալիպսիսի տեսություն ես կանխավարկածով հերքում եմ։ Կանխավարկած, անկախ նրանից թե դա ինչ տեսք ունի, որտեւ նման բան չի կարող գոյություն ունենալ, այդ թվում այն պարզ պատճառով, որ բոլոր պայմանավորվածությունները հրապարակային են եւ թափանցիկ։ Նա հավաստիացրեց, որ Թրամփի ուղի նախագծի իրականացման կամ բոլոր այլ հարցերի համատեքստում Հայաստանի կառավարությունը որևէ մեկի հետ չունի ոչ մի գաղտնի բանավոր պայմանավորվածություն։ Այն կարող է այլ կերպ մեկնաբանվել եւ տարընթերցումներ ունենալ։ Որևէ բանավոր եւ պայմանավորվածություն պարզապես չի կարող գոյություն ունենալ եւ գոյություն չունի, բայց մեծագույն պատճառը դրա որ չի կարող լինել լեգիտիմությունն է։ Այս խնդիրները հնարավոր չի, այս ծրագրերը հնարավոր չի իրականացնել առանց լեգիտիմության։ Ընդհանրապես մեր բոլոր ռազմավարությունները հիմնված են լեգիտիմության վրա, քանի որ միայն լեգիտիմությունն է, որ կարող է բերել տևական խաղաղություն, կայունություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, եզրափակել է վարչապետը։ Տաթև Խաչատրյան, Աշոտ Խաչատրյան, Լուրեր։